Գիրագի օր 19 ապրիլին մեքենաներու մեծ երթով պիտի նշենք հյուսիս-հարավ ճանապարհի աշտարակ Գյումրի հատվածի բացումը։ Ընկերային ցանց իրեջին քրած է վարչապետ Նիկոլ Փաշինյան մանրամասնելով թե ովքեր եւ ինչպես կրնան միանալ երթին։ Մասնակցության համար կրնակ արձանագրվել QR կոդի միջոցով, մասնակցության համար բնականաբար պետք է ներկայանալ մեքենայով, բայց անշուշտ մեքենայի մեջ կրնալ լալ ուղևորներ։ Երթի մասնագից կհամարվին միայն արձանագրված մեքենաները, ծառայողական մեքենաներու մասնակցությունը երթին արգելված է։ Իսկ ծրագիրը հետևյալն է. Գերտանք Գյումրի մեջ կայցելենք տանկարաններ, եկեղեցիներ, սրճարաններ եւ կսպոսնենք Գյումրի մեջ։ Ժամը 17-ին Վարդանանց հրաբարակը համերգ տեղի պիտի ունենան, նաեւ վարչապետը ելույթ պիտի ունենա։ Ամերիկայեն բարձրակույն մագարտակով հավաստիացումը ստացանք, որ թրիփի հետ կապված գործողությունները ոչ միայն չեն տանտաղած, այլև արագացած են, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի կառավարություն հարցպատասխանի ժամանակ։ Վարչապետին խոսքով Հայաստանն ու Ամերիկան ցանկություն ունին հնարավոր ամենասեղմ ժամկետներու մեջ իրականացնել թրիփ նախագիծը։ Նախորդ օրերում մենք քննարկեցինք էլեկտրահաղորդման գիծերու շինարարությունը, նախադեсված են շուտ իրականացնելու հնարավորությունը, քանի որ ընթացքը հասունցած է։ Ուրախ եմ արձանագրելու նաև, որ ծրագիրերու հետ կապված նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը, ըստ վարչապետը։ Նաև վարչապետը հայտարարեց, որ մտավախություններ կային Ամերիկայի համար թրիփի առաջնահերթություն ըլլալու հետ կապված, սակայն այդ մտավախությունները այլևս չկան։ Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան շնորհավորական ուղեր ցեղեց ոստիկանության օրվան առիթով։ Այսօր ոստիկանությունը ոչ միայն իրավաբահ մարմին է, այլև մեր պետության գայունության, ներքին ապահովության եւ խաղաղության ամրապնդման առանցքային հենասյուներեն մեկը։ Այս առաքելությունը կպահանջի ոչ միայն մասնակիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն եւ անձնական պատասխանատվություն։ Ձեր ամենօրյա ծառայությամբ դուք կապահովեք այն միջավայրը, որտեղ հնարավոր է պետության բնական զարգացումն ու հարադեվությունը։ Ոստիկանության ուժը պետության գայունությունն է։ Ամերիկայի ձերագույտը մերժած է Պանացևը, որ ըստ էության կբարդավորեցներ Թրամփի վարչակազմին թատրեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները եւ դուրս բերել ամերիկյան զորքերը հագամարտության կոդիեն։ Այն ներկայացված էր դեմոկրատներու կողմեն, որոնք պնդած էին, որ ռազմական գործողությունները չունին բավարար իրավական հիմք։ Հանրապետականներու վերահսկողությունը ձերագույտի մեջ մեծապես աստած է քվեարկության արդյունքներուն վրա։ Սա արդեն 4-րդ դեպքն է այս տարի, երբ ձերագույտը փաստացի գաչակցի նախագահի ռազմական որոշումներուն։ Թուրքիո Կահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցի մեջ գրագոցներու հետևանքով զոհերու թիվը 9-ի հասած է, վիրավորներ 13, կհաղորդե Daily Sabah։ Գրագողը, որ 13 տարեկան էր, նույնպես մահացած է, չնայած բարձ չէ, թե ինքնասպան եղած է կամ պատահաբար սպաննված։ Հարձակումի թրթապատճառներ անհայտ են, ըստ տեղեկություններու թերահաս պատահական գրագոցներ արձակած է 2 դասարաններու մեջ։ Կասկածյալի հայրը նախկին ոստիկան եղած է, որ ձերբակալված է։ Հետաքննողները կգարձեն, որ աշակերտը հոր զենքը օգտագործած է, դպրոցի մեջ դասերը չեղարկված են 2 օրով։ Ազգային պատկերասրահեն ներսպաշտոնապես բացումը կատարվեցավ Արշիլ Գորգի Նյու Յորք Երևան նոր ձեռքբերում խորագիրով ցուցահանդեսին։ Այս մասին կհայտնի Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարարությունը։ Կառավարությունը միջազգային աջուրդեն ձեռքբերած է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչի անվերնակիր 1924 թվականի աշխատանքը։ Միջոցառման ներկա եղած են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, անդամներ, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան։ Շնորհավորելով արվեստի համաշխարհային օրվան առիթով նախարար Ժաննա Անդրեասյան նշած է, որ օրը նշանակալի է քանի մարիքներով։ Նախորդ տարի այս օրը մոտ 4 տարի տևած վերանորոգումեն հետո բացվեցավ ազգային պատկերասրահը։ Շատ ուրախ եմ, որ ճիշտ 1 տարի անց հնարավորություն ունենք ոչ թե խորհրդանշական ձևով արժևորելու Արշիլ Գորգին, այլ անոր ծննդյան օրը նշանավորել շատ կարևոր գործիմը պատկերասրահ մուտքով։ Պետության միջամտության եւ քաղաքականության արդյունքներով ավելի քան 30 միլիոն դրամ դրամատրելով այսօր արիթ ունենք վայելելու Արշիլ Գորգի արժեքավոր գործերեն մեկը, ըստ նախարար Անդրեասյան։ Մայիս 28-ին Հանրապետության օրվան առիթով Հանրապետության հրապարակը պիտի ցուցադրվի այն սպառազինությունը, որ ձեռք բերված է միայն 2022 թվականին հետո։ Խորհրդարանին մեջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Վարչապետը ըսավ, որ նախորդ 3 տարվան ընթացքին մենք Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերական համալիրի մեջ 170 միլիարդ դրամի բադվեր դեղատրած ենք։ Ավելի գանուխ լրագրողներուն հետ ճեպազրույցին վարչապետը ըսած էր, որ մայիս 28-ին Հանրապետության հրապարակի մեջ տեղի պիտի ունենա ոչ այնքան զորահանդես, որքան քաղաքացիներուն հաշվետվություն։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։